Եվ 6-րդ խոսքից ենք այսօր սկսելու։ Ուրեմն, այստեղ գրված է. մի մարդ եղավ Աստվածանից ուղարկված, անունը Հովհաննես։ Սա վկայության համար եկավ, որ այն լույսի համար վկա է, որ ամենքը նրանով հավատա։ Նա չէր լույսը, այլ որ լույսի համար վկա է։ Հիմա այս Հովհաննեսի մասին այստեղ գրված է միանգամից 6-րդ խոսքից, որ մի մարդ եղավ։ Արդեն այս մարդու մասին պատմությունը այս 3 տողի մեջ գրված է, որ նա ինչի համար եկավ, չափահաս անձնավորությունը եւ միանգամից այդպիսի ինֆորմացիա։ Մի քիչ ավելի մանրամասը ով կարող է Հովհաննեսի մասին մեզ ասել, որտեղից կարան կարդանք, ով կարող ասել։ Կարծում Ղուկաս ավետարանից էր սկսում կամ եղբայր ավելի մանրամասը։ Ահա, շատ աբրես։ Ուրեմն եկեք մի հատ ուշադրություն դարձնենք, թե իսկապես Ղուկաս ավետարանում ինչպես է շարադրված, որովհետև հատկապես Լուկասը մանրամասնորեն ինքը ասում է, չի սկզբից, որ ես էլ որ սկզբից եւ այդ ճշմարտությամբ տեղյակ է ես ամենին, վերջապես որոշեցի գրել շարադրել։ Հիմա մենք ետ ենք վերադառնում Ղուկաս ավետարան առաջի գլուխ, իմանալու համար թե ով էր այս Հովհաննեսը։ Մի մարդ եղավ Աստվածանից ուղարկված, անունը Հովհաննես, սա վկայության համար եկավ եւ այլն։ Ուրեմն տեսեք, Հրեաստանի թագավոր առաջի գլուխ Ղուկաս ավետարան 5-րդ խոսքից Հերովդեսի օրերում մի քահանա կար, անունը Զաքարիա, Աբիայի դասակարգությունից է եւ նրա կինը Ահարոնի աղջիկներից է եւ նրա անունը Եղիսաբեթ։ Զաքարիայի կնոջ անունը Եղիսաբեթ է։ Երկուսն էլ Աստծո առաջին արդար էին։ Եվ Տիրոջ բոլոր պատվիրանքներում ու իրավունքներում գնում էին անարատ։ Եվ նրանք զավակ չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր։ Եվ երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։ Հնարավոր չի, այլևս զավակ չեն կարող ունենալ։ Եղավ, երբ որ նա քահանայություն էր անում, իրան հաստած դասակարգության օրերում Աստծո առաջին քահանայության սովորության պես իրան ընկավ, որ Տիրոջ տաճարը մտնի խնկարգություն անելու։ Այ իրան ընկավ, ինչ է նշանակում, ով կարող ասել։ Վիճակ էր գցվում։ Այո, վիճակ էր գցվում։ Քահանայապետ լինելու համար տարվա մեջ քահանաների միջից մեկը դառնում էր քահանայապետ այդ տարվա համար։ Եվ վիճակ էր գցվում։ Եվ վիճակը գցվեց, այդ վիճակը հասավ Զաքարիային, որ Տիրոջ տաճարը մտնի խնկարգություն անելու։ Եվ ժողովրդի բոլոր բազմությունը դուրս աղոթք էին անում խնկարգության ժամանակին։ Զաքարիան մտել է տաճար, խնկամանը ձեռքն է, բուրվարը։ Ռագը վերցրել դրել է մեջը, ունկը դրել է վրեն, իմացուխը առատը, հասել է միջև սրբության սրբոց, 3 բաժնից է չէ տաճարը, Դավիթ, սրբություն եւ սրբության սրբոց։ Վարակույրից ներս տարին մեկ անգամ էին մտնում։ Եվ այնտեղ այդ ծուխն արվում էր, եւ մենք կարդում ենք, որ ժողովուրդը դուրս աղոթք էր անում։ Եվ Տիրոջ հրեշտակը երևցավ նրան կանգնած խնկի սեղանի աջ կողմին։ Տիրոջ հրեշտակը սրբության մեջ խնկի սեղանի աջ կողմին, դեռ ինքը չի մտել ներս։ Եվ Զաքարիան տեսնելով շփոթվեցավ, վախ ընկավ նրան վրա։ Տիրոջ հրեշտակը երևացել է իրան եւ ինքը վախեցել է։ Ինչի է վախեցել, ով կարող ասի։ Չես սպասում երևի։ Էլի որ չէր սպասում, ամեն անգամ հրեշտակին չէր մտնում տաճարում, պետք է 1000-ից մեկը կամ 10,000-ից կամ չգիտեմ քանի դար մեկ անգամ եղել է թե չէ։ Սա եզակի դեպք է, որ գրված է այս մասին։ Ինքը չէր իմանում Զաքարիան, նման օրինակ բան չի եղել։ Ինչի վախեցավ բայց նա։ Բայց դրսում հրեշտակները երևում էին մարդկանց չէ, Սուրբ գրքում մենք շատ տեղեր ենք կարդում, հրեշտակները երևում են մարդ։ Հիմա երևացել է տաճարի մեջ Զաքարիային։ Ինչու է վախեցել, որովհետև հրեաների մեջ ընկալված էր։ Եթե մեկը հրեշտակ է տեսնում,
վերջ, ուրեմն եկել է հոգին առնիրա։ Լսել եք չէ հոգի արհրեշտակ որ ասում է։ Ու այդ մասին կարելի է նաև ասենք կամ Սամսոնի անվան հետ կապված նայել դատավորած գրքից Սամսոնը երբ որ ծնվեց մի շատ հետաքրքիր պատմություն կա ամուսիններով իրանք այդ հրեշտակին տեսան եւ մտածեցին որ քանի որ հրեշտակ են տեսել ուրեմն պիտի մեռնեն։ Սկանալի է ինչ է դա հետաքրքիր պատմություն է եւ այստեղ Զաքարյան ինքը շփոթվեց ու վախ ընկավ նրա վրա։ Մանավանդ Զաքարյան իրան տեսնում էր ինչքան անարժեք։ Եթե ինքը զավակ չէր ունեցել այդ առաջացած տարիքում, ապա սա ինչ էր նշանակում։ Ով կարող է ասել, Զաքարյան ամբողջ տարին 80 արդեն ամայահասել իր տարիքին, բայց զավակ չունի։ Հիմա այս ինչ էր նշանակում Իսրայելում որևէ մեկի համար, որ այսպիսին էին։ Որ այս ազգը նվաշ չի։ Որտեղ օրհնության համար առաջի բանը սա է, արու զավակ ունենալ։ Հիմա այս մարդը զավակ չունի, սեր չի թողնում։ Նշանակում է Զաքարյան տարապում է այդ տարիների մեջ, որպես մեղքի մեջ գտնվող մեկը։ Նա հայտնություն էլ չունի, որ Եղիսաբեթից է, իրանից է, ինչ է, չուն, երեխա եւ վերջ։ Եվ Զաքարյան վախենում է։ Երեք չորտնված չի, հիմա վիճակ անգել իրան, եկել է քահանայություն անում, գուցե եւ Տերն ասի Զաքարյան, էս է քո բաժինը, հիմա պիտի ես քեզ տանեմ արդեն։ Եվ հրեշտակն ասեց նրան մի վախենար Զաքարյան, որովհետև քո աղոթքը լսվեցավ, եւ քո կինը Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ։ Պատկերացնում եք։ Եվ նրա անունը Հովհաննես կդնես։ Եվ քեզ ուրախություն եւ ցնծություն կլինի, եւ շատերը նրա ծննդովը ուրախանան։ Դուր էստեղ լսում ենք Հրեշտակը այսպիսի խոսքեր է ասում Զաքարիայի, որ նա չվախենա, իր աղոթքը լսվել է։ Այսինքն ինչ է արել, Զաքարիան աղոթել է, որ Աստված իրեն որդի տա։ Բայց քանի տարի աղոթել։ Արդեն 60 տարի երևի։ Բայց չի ունեցել երեխա։ Ցանկարծ այսքան երկար տարիներ հետո Աստված ասում է գիտես ինչ։ Այս ինչ տարվա, այս ինչ օրվա, այսքան որ այս տարիքում ես եղել դու բան ես խնդրել, եւ դրանից հետո միշտ խնդրել ես, լսել եմ հիմա այժմ։ Եվ բացատրում է Հովհաննես, որ պիտի դնես իր անունը, եւ անկար ձեզանից որևէ մեկը թող չմտածի, որ եթե այսօր երկրի վրա որևէ մեկը ծնվում է, եւ երազատեսնում թե Տերն իրան ասում է դիր Մարիամ կամ դիր Հովհաննես եւ այլն, այդ սուտ երազներ են դրանց չհավատի։ Այսօր Աստված ոչ մեկին երազով չի ասում, ես ինչի վրա ես ինչ անուն է դիր։ Անկար դες օրինակը ոչ մեկը թող իր համար չէ, այդպես ասած պատճենի։ Կա այդ մոլորությունը։ Որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին։ Հովհաննեսը մեծ ալնելու Տիրոջ առաջին։ Եվ գինի եւ օղի չի խմիլ։ Եվ դեռ իր մոր որովայնից է Սուրբ Հոգով կլցվի։ Լսում եք? Ես դեռ մի քանի ճշմարտություն ձեզ ասեմ ու անցնեմ առաջ։ Հովհաննեսի մեծ լինելը նաև ինչով էր պայմանավորված, որ ինքը գինի եւ օղի չի խմելու, սովորական մահկանացուների պես։ Ավելին, Հովհաննեսը հացել չի ուտելու, այդ դեպքում ասել ես ինչ է ուտելու։ Ինչ է ուտում Հովհաննեսը, ով եք, ինչ է կարծում։ Հովհաննեսը մի հատ մարդու ապա նորից ասեք Մորեխ մանավ մորեխակերը, այո, եւ Մորեխ մանավ վայրի մեղր։ Ես երկուսն ակերել ինքը։ Մի հատ էլ ուխտից մի հատ հանդերձ է ունեցել, ուխտի մազից էդ է, վերջ։ Հիմա գրվածն ասում է, որ դեռ իր մոր որովայնից է Սուրբ Հոգով կլցվի։ Սա ինչ է նշանակում։ Հիմա ուշադիր լսեք։ Մարդը քանի ծնունդ ունի։ Մարդը ծնվում է իր մոր որովայնի մեջ, սա ծնունդ է արդեն։ Բերնավորման հենց առաջին պահից, երբ որ հայտնի է, որ արդեն միացում է տեղի ունեցել, այսպես ասենք, այնտեղ կա պաշտամունք, գիտակցություն եւ Աստծուն մերժել, Աստծուն հայհոյել։ Արդեն մարդ կա այնտեղ։ Եվ այդ մարդն ապրում է 9 ամիս այնտեղ։ Այդ մարդն այնտեղ տխրում է, ուրախանում է, աղոթում է,
ներժում էլա, հայհոյում էլա, ինչ ասես անում անդր։ Հակոբն ու Եսավը դեր իրենց մոր որովայնում, դերված դες բանի ու չար չէին արել, չէին ծնվել աշխարհ չէին եկել։ Աստված ասեց Հակոբին սիրեցի Եսավին ատեցի։ Չի ասում ծնվելուց հետո, մոր որովայնի մեջ են հելը։ Ուրեմն մարդն 9 ամիս ապրում է այնտեղ։ Բայց դա կարող է այդ 9 ամիսը իր համար այնտեղ 90 տարի լինի։ Չգիտեմ ինչքան։ Ժամանակի առումով տարբեր են։ Մենք էլի տեղեր ենք կարդում Աստծո խոսքից, Երեմիայի Տերն ասում է դու դες ծնված ես քեզ սրբեցի, ես քեզ գիտեի, ես քեզ ընտրել էի արդեն որպես մարգարե։ Պողոս առաքյալն ասում է, որ Աստված ինձ իմ մոր որովայնից որ ընտրել էր եւ ժամանակները եկան ինձ կանչեց։ Ուրեմն սիրելիներ, այն որ մարդիկ ծնվում աշխարհ են գալիս ու հավատքի են գալիս, այն որ մարդիկ չեն ապաշխարում դժոխք են գնում, սա սկսվել է արդեն մոր որովայնից։ Սա հասկանալի է կամ ձեզ։ Այո։ Հիմա հաջորդ հարցը կա այստեղ։ Իմիջիալից ես այդ փաստը, որ ես ասեցի, որ մոր որովայնում արդեն հայտնվելով անձը արդեն ծնված է, ես այնուամենայնիվ շուրբեկից այդ համարը կարդամ ու տեսեք ինչքան ուշադիր պիտի կարդամ, որ սա հասկանամ։ Հրեշտակը պատասխանեց ասեց նա, Սուրբ Հոգին կգա քեզ վրա, սա Մարիամին է ասում։ Եվ Բարձրյալի զորությունը քեզ վրա կհովանավորվի, ասում որը եւ այն ծնված Սուրբն էլ Աստծո որդի կկոչվի։ Հասկանալի է։ Հիմա քանի որ Մարիամին էլ այցելում Գաբրիելը եւ այդքան բաները ասում է իրան, ուրեմն նրանում ծնվածը Սուրբ կկոչվի, նրանում ծնվածը, նրանում ոչ թե ծնվողը։ Ուրեմն սա մի ծնունդ։ Երկրորդ ծնունդը, երբ որ իրական բնական ծնունդով մարդը լույս աշխարհ է գալիս։ Վերջ այնտեղ ամեն ինչը մոռացավ արդեն։ Չկա անը հիմա ինքը պիտի այստեղ մեծանա։ Դա համապատասխան հասակի, գիտակցության հասնի եւ դրանից հետո նոր ընտրություն կատարի, ապաշխարի կամ չապաշխարի։ Դա երկրորդ ծնունդը։ Գոյություն ունի երրորդ ծնունդ։ Երրորդ ծնունդը մարդու դա վերստին ծնունդն է, որ այս ֆիզիկական մարմնի մեջ մեր հոգիները, որ մեռած ծնվել ենք, եղքերի հանցանքների մեջ, Եփեսացիս թուղթում որ գրված է, մեր հոգիները վերստին ծնվում է, սա երրորդ ծնունդ, կա չորրորդ ծնունդ, որը նույնպես ծնունդ է համարվում, Սրանք այսինքը ոչ թե ծնունդ աշճաներով այդպես գնում ենք։ Չորրորդը սա է, որ մարմնից մենք դուրս են գալիս եւ մտնում ենք երկինք։ Ըստ էության սա է երկնքում բնակվելու համար ծնունդի նման մի բան է, մարմին պատյանից ազատագրվելով։ Հետևաբար նրանք, ովքեր որ 6 ամսեկան, 4 ամսեկանում ծնվում են կամ վիժում են իրենց մայրերը, նրանք մեռնում են Աստծո խոսքն ասում է, որ եթե մեկը 100 որդի ունենա, բայց խաղող չունենա, ասեմ, թե վիժածը նրանից լավ է։ Ուրեմն ինչքան մարդիկ կան, որ իրենց ծնունդը տեղի չի ունեցել, եւ տարեկան 50 միլիոն մարդ է մեռնում, այսինքն աբորտից միայն 50 միլիոն մարդ է երկրագնդի վրա գնում Տիրոջ մոտ։ Նրանք սպանվում են, նահատակվում են, նրանց վրա Հիսուսի արյունը ավտոմատ է ներգործում։ Որտեղ նրանք սպանվում են։ Բայց ինչքան մարդ կա, որ վիժվում են, այսինքն նրանք ծնվում են, բայց չեն ապրում։ Սա անեծքի խորհուրդ է։ Սա անեծքի խորհուրդ։ Նույնպես այն մարդիկ, որ 80, 90, 100 տարի ապրում են եւ չեն ապաշխարում, որտեղ այս կյանքը մեզ տրված է ապաշխարելու համար, ինչպես մոր որովայնում 9 ամիսը պիտի անցկացնի, որ լիարժեք ծնվի, նույնպես մարդը իր տարիները այսօր պիտի ապրի երկրի վրա, միջև այն բան, որ վերստին ծնվի, եթե վերստին չի ծնվել ու մեռնում է, ինքը վիժացի նման։ Վերստին չծնված անհավատը որսվում է ինչպես վիժված։ Ես մեկ ինչքան խիստ համեմատություն դրեմ։ Այսքանը հասկանալի եղավ ձեզ։ Այո։ Կան հարցեր այս ամենի վերաբերյալ։
Չէ, պարզ ամեն ինչ, շատ լավ է։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք, որ Հրեշտակը ասեց այդ խոսքերը, որ Իսրայելի որդիների շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը եւ ինքը կգա նրա առաջին Եղիայի հոգովը եւ զորությունով, այսինքն Իսրայելի առաջին Հովհաննեսն անգալի, որ հայրերի սրտերը դեպի որդի կդարձնի եւ աննազանդները արդարների իմաստության մեջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստե։ Հովհաննեսը պետք է Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստի, որպեսզի սկսեն լսել Քրիստոսին։ Եվ Զաքարիան ասեց հրեշտակին, ինչքանը որ հրեշտակն ասեց, Զաքարիան ասեց, ես ինչով ճանաչեմ այդ, որովհետև ես ծեր եմ, և իմ կինն իր օրերը անց է կացրել։ Մարդ, դու քիչ առաջ վերևում կարդացինք, հրեշտակը քեզ ասում է քո աղոթքը լսվել է։ Այս 20 տարի այլ չէի աղոթում, հրեշտակ, ես էլ գիտեի, թե արդեն այդ աղոթքը պետք չի անել։ Այս դու ինչ հիշեցնում ես, որ այդ աղոթքը, որ ես արել եմ լսել ես, ես էլ չէի աղոթում դրա համար։ Եվ հիմա ինքը նորից է շեշտում։ Ես ինչով ճանաչեմ այդ, որովհետև ես ծեր եմ և իմ կինը իր օրերն անց է կացրել։ Տեսեք մարդը ինչքան խեղճ է, երբ որ կրոնի մեջ է։ Դու հավատք ունեցող մարդ ես, դու ինչի ես հրեշտակի հետ հիմա բանավիճի մը։ Ասում է դաննալ բան կամ, ինչի չհավատացիր, ունեիր, Աբրահամի օրինակ ունեիր, ուստից լավել այդ պատմությունը անգիր գիտեիր, այս չէ, նայել այրա վրա, ծերը, իմ կինն անհավատության, հստակ դրսևորում է, թե պետք քահանա է, և արդարել էր, ջանքերանում իրենց դրված օրենքներով ապրում, ոչ թե արդարել իր բնությամբ, այլ պարզապես այդ Փարիսեցիների օրենքը ինչ որ դրված է, ժողովրդի մեջ այդ համբավը կար, այս մարդը մաքուր է, ամենը միամտորեն այդպես ինչ ասել են արում։ Եվ հրեշտակը պատասխանեց ասեց նա. Ես Գաբրիելն եմ, Զաքարիա, ոնց որ Տերը չէր կարացել բերել, թե ով է հետը խոսում։ Համար հրեշտակը ինքը նոր իր անունն ասում է։ Ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջին կանգնում եմ։ Եվ ուղարկվեցա քեզ հետ խոսելու, այս բաները քեզ ավետիք տալու, և համր կլինես, չես կարենալ խոսել, մինչև այն օրը, որ այս բաները կլինի։ Այն որ հիմա շատ խոսեիր, երկուղդ իսկապես պատեներ քեզ, հիմա շուշուտուց լսեիր, գախով աներ գոնե, նույնիսկ ոչ մի արտահայտություն չաներ, լավ կլներ։ Այս քանի որ լեզվի չես կարող տիրապետես անհավատություն դել հրճակում ես, համր կլինես։ Արգելեց, հրեշտակը արգելեց խոսել։ Մինչև այն օրը, որ այս բաները կլինին, այսինքն ինչքան ժամանակ Զաքարիան համր մնացելով կարող ասել։ Մինչև ծնվի, 9 ամիս։ 9 ամիս, Տերը օրհնի։ 9 ամիս Զաքարիան պետք է համր լինի, որովհետև չհավատացիր իմ այս խոսքերին, որ իրանց ժամանակին կկատարվի։ Եվ ժողովուրդը սպասում էր Զաքարիայի, զարմանում էին նրա տաճարի մեջ ուշանալու համար։ Եվ երբ որ դուրս եկավ, չէր կարենում խոսել նրա հետ, և իմացան, որ տաճարի մեջ տեսիլք է տեսել, և նա նշաններով էր խոսում նրանց հետ, և մնում էր պապանձված։ Դուք ուշադրություն դարձրեցիք, տեսիլք է տեսել, բայց այստեղ մենք կարդում ենք ռեալ Գաբրիելն է եկել։ Շատ հաճախ մարդիկ տեսիլքը իրականության հետ խառնում են, այդ տեսիլքն էլ իրականությունը։ Տեսիլքը ուղղակի Աստծո թույլ տվությամբ այդ իրականության հետ հաղորդ լինելն է, ոչ թե մի հատ ինչ-որ էկրանի վրա մի հատ սիրուն կինո է հայտնվել, էլի, որ շատերը տեսիլքը դա են համ։ Նշաններով էր խոսում նրանց հետ և մնում էր պապանձված։ Ուրեմն 23-րդ խոսքը մենք շարունակենք հաջորդ անգամ։ Ինչև էստեղ։ Սա Զաքարիայի Հովհաննես Մկրտչի հոր պատմությունն էր, սկզբից մենք սա տեղեկացանք, որ հետո գնանք նորից Հովհաննես ավետարան, իմանանք, որ գրված է մի մարդ կար Հովհաննես անունով և այլն, որ այնտեղ 3 տող կարդացինք, որ եկանք Ղուկաս ավետարան, այսքան է կարդացինք, դեռ էլի բաներ ունենք կարդալու։
Ղուկաս Ավետարանը մենք սերտենք մի քիչ երկար, որտեղ այստեղ գլուխների մեջ դեռևս Հովհաննեսն է ինքը